Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեյքի հետ մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Այս շաբաթվա ընթացքում մենք ստիպված եղանք բաց թողնել մի թողարկում պայմանավորված ազգային ժողովում մի օրենքի ընդունման գործընթացի հետ, որը սահմանափակում է ընտրական իրավունքը եւ ընտրության մասնակիցների եւ ընտրողների։ Բայց այսօր, չնայած դժվարություններին, մենք ուզում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել մի շատ հետաքրքիր թողարկում, որովհետև մշակման է ենթարկվում ազգային ժողովի ըստ մեր երկրի միակ մնացած օլիգարխը Խաչատուր Սուքիասյանը։ Բաժանորդագրվեք Անտիֆեյքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները Donation Alerts, Patreon, Super Chat, բանկային փոխանցումներով օգնեք Անտիֆեյքին։ Մենք կաշխատենք ձեզ համար բոլոր հնարավոր դեպքերում։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր կզրուցենք ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։ Բարի երեկո, պարոն Սուքիասյան։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ Պետրոս ջան, ես էլ եմ շնորհակալ ոչ միայն հաղորդման համար, այլևս հենց հյուրի համար։ Ապրես դու Պետրոս։ Դուք բիզնեսով եք զբաղվել Քոչյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, հիմա տվել եք կառավարման։ Ինձ հետաքրքիր է, դուք ունեք համատելու կոնկրետ ձեր փորձով, հա, ոնց աղել բիզնես միջավայրը այն ժամանակ, Սերժի ժամանակ եւ հիմա։ Նայեք, եկեք մենք Գորբաչովյան ժամանակահատվածից գանք 85 թվականից, երբ որ կոոպերատիվ շարժումը սկսվեց, այդ ժամանակ։ Տենամ ես Պետրոս ոնց քեզ արասում այն ինչ Սերժ Սարգսյանի Գորբաչով, ախպեր, այս մարդը Գորբաչովից սկսած մարդ է, այդ ժամանակներից ինքը արդեն բիզնեսով է զբաղվում։ Պետրոս, բայց ասում ես, այն ժամանակ դու բիզնեսով ես զբաղվել, բայց այդ ժամանակ այս մարդը նաև ազգային ժողովի պատգամավոր է եղել։ Բայց պատգամավորն էլ սահմանադրությամբ իրավունք չուներ բիզնեսով զբաղվել, այսինքն համ բիզնեսով է զբաղվել, համ պատգամավոր է, հելավ օլիգարխ։ Յախ Սուքիասյան ջան, ես ինչ անշնորհ բան ստացա։ Բա մեր վարչապետն էլ ասում է, պիտի 18 թվից հետո էլ օլիգարխ չլինի։ Սաղ օլիգարխները վերացան, մնացիր դու մենակ։ Շատ տխուր է, մենակ, հա։ Գոնե մի հատ գործընկեր, հան, օլիգարխ, ասենք, չլներ մի հատ, Գուրգեն Արսենյանն թողեց գնաց է Պետրոս։ Կարող է քեզ էլ մի անի վրա դեսպանն է, դու վաստակել ես քո դիվանագիտական հմտությունները, բանում մատնես լավ երկիր ելնի էլի։ Պետրոս, որ երկիրը կսազի։ Դու ես մտածում որ Ադրբեջան, այն կարա լինի, կարա լավ երկիր ելնի էլի, մեզ բարեկամ երկիր ելնի։ Կարող է գիտես Պետրոս, հələ մենք սպասենք տենակ ինչ է մեզ սպասում, բայց ոչ իշխանություն փոխված չէ նշանակի։ Նիկոլ պիտի մնա, բայց չի մնա ոնց որ։ Հəլ մի ասա տենակ Գորբաչովից ասա, տենակ ինչ արի Գորբաչովը ձեր համար։ Բավականին ազատականացվեց, բավականին մեծ շուկա կար, դա 300 միլիոնոց շուկա էր, ամբողջ սովետական միության շուկան, ու բավականին դինամիկ զարգանում էր տնտեսությունը։ Ցեխավիկ էին ասում։ Չէ, Ցեխավիկ ասում էին մինչև 85 թվականը, երբ որ դեռ Գորբաչովը չկար, սովետի ժամանակ։ Արա ուրեմն մեզ մարդու օլիգարխը քիչ էր, դու էլ բերիր կպցերի Ցեխավիկ։ Բա Պետրոս ջան, տենեմ ես Գորբաչովին ոնց է հիշում, ես մենակ Գորբաչովին չէ, ես գիտես ում կարա լավ հիշի։ Վանո Սիրադայանին կարա լավ հիշի, չնայած հիմա Վանո Սիրադայանի ընտանիքին ասում են, մեզ չզանգեք, չանհանգստացնեք։ Բայց Վանո Սիրադայանին կարա լավ հիշի, Վահագն Խաչատուրյանին կարա լավ հիշի, որ Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ էր Արամի փողոցի վրա եկա հսկայական շենքը պատմամշակութային հուշարձան։ Ինչքանով էր տվել Սուքիասյան ջան ձեզ $5,600 թե $5,800։ Այդ կարգի չէ։ Հիմա քո կոշիկներն ինչ արժի։ Կոստյումդ կարող է Ստեֆանո Ռիչիա։ Գոնե քո վրա պիտի չխնայես, չէ՞, քցիբություն չես անում, չէ՞, քո համար շուր առնելուց։ Այսինքն մի 10-12000, հա, մի հատ կոժենի կուրտկա Ստեֆանո Ռիչի մի $23,000 բան։ Իսկ շենքը պատմամշակութային հուշարձան 5600 Պետրոս ջան, քիչ է, դու ես Ցեխավիկ։ Ոչ։ Բիզնեսմեն, արդար բիզնեսմեն, որոնք ուղղակի վաուչերներով են ժամանակվա տարիներով ստեղծված հարստությունը կոպեկներով առնում էին։
Արդար, միշտ էլ արդար է։ Ու դեպուտատ ժամանակ ասի 99 թվին 12-րդ ընտրատարածքից 2003 թվին 15-րդ ընտրատարածքից 2007-ին 10-րդ ընտրատարածքից 21 թվին ԿՊ ցուցակով արդար ընտրություններով արդար այս մարդու անունը հես պիտի տնեին ախի զուրեք անունը վաղ տրել են Խաչատուր։ Կարային տնեին Ազնիվ Սուքասյան։ Այնքան կսազի Ազնիվ մարդ է այս մարդը Պետրոս։ 90-ականներին իշխանությունը ձեզ օգնում էր։ Ոչ ընդհակառակը, դա առաջի իհարկե Արա դե ընդհակառակ ասում եմ 90-ական թվականների իշխանությունը առընկել էր այս մարդկանց հետևից ախպեր։ Չէին թողնում, որ հերիքչի չէին օգնում։ Հետել մետ 90-ականներ էս չի ասում։ 91-92 թվականներին աշխատել է Վան գործարանի տնօրեն։ Եղել է ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակի ցանկան գիտնական մարդ, արա գիտությունը թողած։ Գիտության հետ միասին եղել է նաև Վան գործարանի հետ միջազգային ակադեմիայի գիտնական ակադեմիկ պրոֆեսոր Սուքասյան։ Այդ իշխանությունները ընկել են այս մարդու հետևից 92-94 թվականին ընկել են հետևից բռնել են խեղճ մարդուն նշանակել են ուրեմն արդյունաբերության նախարարությունում արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ նախարարի խորհրդական այդպես ընկել էին հետևից 90-ականներին բռնել էին նշանակել էին պետական պաշտոնի տենը մեն ասա գիտնական մարդը թողեք գնա գիտությամբ զբաղվի արա ինչ եք ընկել այդ մարդու հետևից Դրանից հետո 96 թվականին այս քաղաքորդի գործկոմի նախագահ Վահագն Խաչատուրյան անգել էր այս սա գործը թողենք այս մարդկանց հետևից ասում այ մարդ բերեք այս շենքը ցեզի 5600-ով տամ մնացած արտոնություններ բան հետո էլ հաջողություն կլինեք բանկի տեր Վահագն Խաչատուրյանին կվերցնեք բանկի վարչության կազմում փողերը կտակ sense հետո էլ կողնես կդառնա հանրապետության նախագահ կեթա մեռել թաղելու այսպես Անգել էին հետևներից, Պետրոս, լավ էր արա եկով բացվավ այս մարդկան շունչ ընկան տեղները, չէ այս մարդիկ ինչ ստացել են իրանց արդար քրտինքով, ասենք մոտներից անցնել չերել քրտինքի հոտը այդ արդար քրտինքով վաստակել են, ոչ մի բանը ապօրինի չի եղել, ոչ մի բանը, հիմա ասենք թե չէ ինչին էր պետք է ներ դեպուտատ, ժողովրդին ծառայելու համար այս մարդը ամբողջ կյանքը ծառայել է ժողովրդին, ամբողջ կյանք ասենք իր այլածը տարե տվել մարդկանց ինքը ժողովրդից մտածես ինքը հանկարծ հիմա շաշնորհքով բիզնես նյուխ ունի Պետրոս դա ակադեմիկ մարդ է գիտնական մարդ Այդ ժողովրդավարական իշխանությունները մի քիչ ուրիշ ձև են լինում հետո մենք մի բնավորություն ունեինք ընտանիքով որը ծնողից էր գալիս որ ոչ մեկ պետք է մեզ այդ փայ չլիներ, մենք ենք ստեղծում, մենք էլ պետք է այդ ստեղծածի գլխին լինենք։ Հիմա մենք վերադառնանք այս օրերին, հա, տնտեսության առումով։ Եթե ուզում եք, կարող եմ շատ թվեր ասել, որտեղ վերջի 7-8 տարին բավականին ֆանտաստիկ աճեր ունենք։ Եթե ուզում եք, օրինակ վերցնենք ինչ է նշանակում ավանդ։ Ավանդ նշանակում է մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ տնտեսական միավորների գումարները, որոնք որ գտնվում են բանկում, դա խնայողություններն են, կամ այդ պահին այդ գումարը տնտեսվարողներին պետք չի, կամ ինքը նպատակարար է գտնում հանձնի բանկին, որպեսզի դրանից տոկոս ստանա եւ ֆիզիկական անձերն են հանձնում։ Եթե ուզում եք, ես դինամիկան բերել եմ, որ ձեզ ցույց տամ։ Եվ մի բան եմ ուզում ասեմ, այս պահին 20 միլիարդ դոլարի չափ վարկային պորտֆել կա, հիմա 20 միլիարդ դոլարը ամեն տարի հնարավոր չի, որ թեկուզ 10% աճ չտա։ Միայն 19-ից 20-ի դեպքում է, երբ որ մոտավորապես մի 50 միլիարդի տարբերություն է տվել։ Վաղ ես ինչ է խոսում Պետրոս, մարդկանց ասենք բանկերի ընթացիկ հաշիվների մնացորդը գումարը ես իմովա գրեթե տվեց գումարում իրար սարքում խնայողություն կենտրոնական բանկի նախագահ ես վերջերս ասուլիս արած ասած մոտ 300,000-ից ավել ժամկետած անհուսալի վարկեր ունեն մարդիկ սաղ ժողովուրդը վարկերի տակ ճկռած դες մարդ չկա վարկ վերցած չլինի սաղ շինարարությունը Երևանում որ կա սաղ հիպոթեկային վարկերով հիպոթեկային վարկն էլ ինչ է նշանակում մի հատ ու քո համար ես առնում եկն է բանկի սաղ դրա համար
վերցրել են նույնիսկ այն ամենահասարակ գնումները հեռախոսներ մարդիկ այդում վարկով են առնում մի մասը անհուսալի այս սրան որ լսես սա ասում է ժողովուրդը խնայողություններ ունեն ախպեր Էլդուսուս չեն այս այնքան փող կա Պետրոս որ մարդիկ էլ չեն իմանում ինչ վրա արա դե հիմա ինչքան ծախսես որ խնայողություններ ամենը բան շատ լավ է հիմա Պետրոս ասենք դու ասես որ իրականությանը մի նայ դու մենակ հմեկ նայ Պետրոս դու մենակ հմեկ նայ Համեք որ նայես չէ, արասմես տնասեց երկիրը որտե այդ համնդե ապրեմ։ Բա։ Ազատ է։ Այսօր իշխանությունը չի խառնվում բիզնեսին։ Ոչ, ընդհակառակ, ավելի շատ չխառնվելով մեկ պետք է լինում որ խառնվի, որ ավելի բալանսավոր է, դա չեն խառնվում։ Կարծում եմ դա պահ մի քիչ ավելի խորը կսկսեն այդ ուղղությամբ։ Նայ, չարը իշխանությունը իր բիզնեսին խառնվի, Պետրոշյան, դու դրանց հարցեր ես տա։ Հիմա բիզնեսը ինքն է գալի խնդրում իշխանություններին ասում է խնդրում եմ մի քիչ մեզ խառնվեք էլի այ մարդ առանց իշխանության բիզնես կլինի ով է տեսը մենակ բիզնեսը լի առանց իշխան դրա համար ասենք են Ամուսարի ոսկի հանքին Լիդիա Արմենիան ընկերություն եկավ կառավարությանը խնդրեց ասում է խնդրում եմ էլի մեր բաժնետոմսերից ձեզ ուզում ենք նվեր տանք մի 13% կլի ինչքան կլի խնդրում ենք էլի Հա, այդտեղ մի քիչ խառնվեք, էլի։ Դրանք էլ ասին դե լավ, որ շատ եք խնդրում գնել Սանոսյանին նախարարի պաշտոնից հանել ենք, թողա ձեր ընկերությունում կառավարության ներկայացուցիչ։ Հա, հետո աշխատավարձ կտակ ինչքան հնարավոր։ Այն MTS Արմենիան եկավ ասում է կառավարություն ջան, վարչապետ ջան, տենեմ ենք էլի դու ինչ բիզնես ունակություններ ունես, սաղ մենեջմենտը լավ է, խնդրում ենք էլի մեր 10% էլի մեր բաժնետոմսերից էլի ուզում ենք որ մեր հետ կա վարչապետի աշխատակազմին, չէ, բան նվեր դրանից հետո գալիս է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նորից խնդրում է պետություն ջանա դե պետությունը տենում է այսքան բիզնեսները խնդրում են հետո հեցին ասում է չհասկացանք արա դուք անջեք կանգնեն նայեմ կողքները դա ամբողջը դավայ մտել խլենք այդ ամբողջը տան Ադրբեջանը Թուրքիան սպասում այդ Հայաստանի հեծը վերահասկի մա ձեռից խլենք բան հիմա շատ լավ է բիզնեսի ու պետության հետ հարաբերությունները օրթախ գործընկերային խլել բան ասես բիզնեսի մեջ հիմա ասենք դե վարչապետ դա կարող է ընդհանրենք լսում է որ այն Red Store-ում փոխանցումով գինը ուրիշա կանխիկով ընդամենը հանձնարարում է կառավարությանից տվես գնացեք փակեք գնում են փակում են հաջորդ օրը տենում են չախպեր այս մարդը իմ քայլը հիմնադրամին փողա տվե Աննայի ճաշկերուտի մասնակցելը դե լավ նորմալ է բացեք հիմա բիզնես միջավայրը շատ լավ է Պետրոս դրա ասեք ճիշտ է ներդրումներ բան չեն ելնում Հայաստանում բայց եղածը ինչ որ այն ժամանակ ներդրումներ ա եղել հիմա դրանց համար շատ լավ դրա համար էլ մարդը գոհ է բայց դրա համար այս մարդը գնացել դառը պատգամավոր, որպեսզի իր բիզնեսների գործը էմեսները ուղղակի չեն ֆայմելն են պատգամավոր էլի։ Դա համար ինքը մնացել է որպես էքսկլյուզիվ միակ օլիգարխ, որին պետք է պահել թանգարանում։ Որը թանգարանում բայց որսս նմուշելի ագեն մարդ կա կնայի այսպես։ Լավ գաղափար։ Պարոն Սարգսյան, ես հարցեցի նաև Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Իրանք էլ են ասում, որ օրինակ Քոչյանն էլ ասում, որ մեր ժամանակ թռիչքային աճ կար։ Նայեք 90-ականներին արդեն այնպիսի գործողություններ էր եղել, որ հնարավոր էր այդ աճը տալ, միջազգայիններից գումարներ էին բերել, որոշակի այսպես ասած արդեն 90-ականների այդ անկումից, այդ լույս չլինելուց, էլեկտրաէներգիա չլինելուց, տնտեսությունը ծանր վիճակում լինելուց հետո որոշակի վարկային ծրագրեր եղավ, որոշակի ներդրումներ եղավ, դրանք պետք է ընթացքում իրանց արդյունքը տային։ Հիմա վերցնենք 18 թվականին Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, դրանից հետո նայում ենք դինամիկան միշտ զարգացել է։ Մի րոպե, մի ցրի, տենում ես Պետրոս, չի կարում էլի լավ բան չասի։ Սրա գիտես չէ, հիմնական բիզնեսի հաջողությունները որ ասենք այն 90-ական թվականներ Վահագ Խաչատրյան, այդ կոոպերատիվ եւ այլն, վաուչերներով էժան սաղ ունեցվածքը առել են, այն ամբողջ այդ մեծ Տիգրամեծի փողոցի վրա ինչ կա, այն չախչախ թագավորի հեքիաթն է, այսումնա իրանց, նայնումնա իրանց, այսումնա իրանց, այս շենքը իրանց, այս տպարանը իրանց, այդ բանկը իրանց, այդ գործանը իրանց, այս տոնավաճառն իրանց, սաղ իրանց, այդ ոնց է էլ է բան։ Ասում ես ցեխավիկ, չէ։ Տենց է եղել։ Մնացածի սաղ զարգացումը ինչ ունեցել է սաղ էլ է Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում։ Այդ համ բիզնեսն է ծաղկի, համ
դեպուտատ անտրվել, դիմացա այդ իր անդրատարածքում նույնիսկ մրցակից չեն առաջադրում, բայց դժգոհ է, էլի։ Նիկոլից է գոհ Պետրոս։ Նիկոլին էր սպասում էս մարդը։ Հեսա 20-ի բոմբ շնորհք իմանաս Նիկոլը ինչ է։ Հələ մեկ չէ սպասի, հələ մինչև թե Նիկոլին վերացնենք, գիտես չէ, որ Նիկոլը չլինի Հայաստանը նորմալ ուժեղ ղեկավար ունենա, հանգիստ հնարավոր է, որ նո ամեն մարդ իր բիզնեսով զբաղվի, սեփականությունը երաշխավորածելի, ոչ մեկի ձեռից ոչ մի բան չխլեն։ Դու Նիկոլից վախեցի, պարոն Խաչատուր, ազնիվ Խաչատուր, լավ, միքս անենք էլի, ազնիվ Խաչատուր։ Բիզնեսի համար շատ կարևոր է պետության վերաբերմունքը։ Պարոն Սուքեսյան, մաքսային, հարկային դատարանը եւ այլ ուժայիններ շատ ակտիվ մասնակցում էին բիզնեսի ձևավորմանը։ Նախկինում։ Հիմա չկա շատ ուշադիր իրեն շատ խիստ է։ Իսկ նախկինում դա միֆ չի, որ տենց է։ Երկրի առաջնորդը բավականին խիստ է, հետևում է, դուք ինքներդ տեսակ նոր պետական գնումների մասով նոր օրենք բերվեց, որով որ արգելվում է ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյանի հետ որևիցե փոխկապակցված անձ իրավունք ունենա միջով անգամ մասնակցի այս կամ այն մրցույթին տենդերին։ Սա ֆանտաստիկ լավ հակակոռուպցիոն լուրջ քայլ է։ Ուրեմն իմացեք ֆանտաստիկ հակակոռուպցիոնը ու իրավապահ մարմինների միջամտությունը։ Ասենք վարչապետ ունենում է հիմա Պետրոս ջան, այն վատ վախտերն անցել է։ Մի հատ օգնական Հետո եթե մեն բիզնեսմենի վերաքրեական գործ են հարուցում, քննիչները սկսում են այդ օգնականի հետ խորհրդակցություններ անել, բա մամուլում է, այդպես հրապարակումներ արել։ Այդ օգնականը քննիչի գործունեությունը միջամտում է, բան դա իրականում իհարկե հանցագործություն է։ Բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ են ստանում, բան, հետո այդ օգնականը դառնում է գլխավոր դատախազ։ Ասենք, սրանից իդեալական բան բիզնեսի զարգացման միջավայրի համար դու հարցում ես, ասում ես պետության վերաբերում, դրանից լավ վերաբերում բիզնեսին, Սուքեսյան ջան, չի կարող լինել, կամ ասում եմ գնումները։ Հիմա ասենք թե գնումների 70%-ը դա մեկ աղբյուրից գնումներ է, որը կապված է այս կամ այն իշխանության ներկայացուցիչների հետ։ Այդ թվում իրա, դե լավ, Սուքեսյան ջան, ազնիվ մարդ ես։ Օրինակ պաշտպանության նախարարության վառելիքի մատակարարումները հիմա ո՞նց է արվում։ Ինքը քեզ ազնվորեն կասի ո՞նց է արվում։ Ոչ մեկի հետ էլ այդ իմաստով կապված չի, ինքը դրա հետ բացարձակ ոչ մի կապ չունի Պետրոս, ասենք Սուքեսյանը ոչ մի պատգամավոր մարդ է, գիտնական մարդ է, գիտության հետ միասին հիմա պատգամավորական այդ ասենք ենթադրենք օրենք կա արդեն, վերջ, էլ պաշտոնյայի բարեկամները չեն, եվրոասֆալտ, կարլե մարլեն պրծավ գնաց, որ չգիտեմ երկու հատ թոշակառու կնիկ ընկերություն հիմնեն, կարլենին սարքեն տնորեն, այդ տենդերները շահի, այդպես բաներ չկա հիմա Պետրոս ջան, իդեալական։ Սա ուղղակի պետական բյուջեի 70%-ը ու հիմնականում մեծ ծախսերը մեկ աղբյուրից որ արագ լինի, հասկանաս էլի ում ես տալի։ Ասենք հիմա ենթադրենք մի քանի ապահովագրական ընկերություն կա։ Հիմա պատահաբար մեկը Սիլ ինշուրանսն է շահում, էլի, դե մրցակցության իրանք են շահում։ Բայց իդեալական է այդ մրցակցությունը, ասենք օրենք կա, էլի, վերջ այս երկրում գիտես, օրենքի երկիր է։ Օրենքի երկիր է, ասես չես կարող օրենքի դեմ ոչ մի բան անես։ Դրա համար էս մարդ գնացել է դառել է օրենսդիր, որ օգնի, որ օրենք, լավ օրենքներ ընդունվեն։ Մենք հիմա որ այսքան լավ օրենքներ ունենք, նաև իր շնորհքն է։ Այսքան տարվա դեպուտատը այս վերջի շրջանում вообще իր ամբողջ այդ գիտական կարողությունները միջազգային ակադեմիկա ներդրել է մեր օրենսդրության զարգացման եւ շատ լավ արդյունքներ ունենք մենք։ Շատ շնորհակալ ենք Սուքեսյան ջան։ Լավությանը տակից թե ոնց պիտի դուրս գանք այդ ինչ չեմ անում, էլի մի բան պիտի մտածենք։ Կարելի է գիտես ինչ անել, այդ ադրբեջանական բեժին լրիվ տալին արանքից մերկուսին հանել լրիվ կոնը մի ձևով էլ մենք էլ մեր ժողովրդով էս փոխհատուցենք էլ այդ ամբողջ այդ քո բարեգործությունները, որ արել ես մեր ժողովրդի հանդեպ այս տարիների ընթացքում, այսքան օգուտներ ես տվել, այսքան Պետրոս դու մի անգամ լես հասկաս, որ այս մարդը բարեգործական ինչ-որ ձեռնարկի մասնակցի ծրագիր անի բան։ Կարող արել չի ասել, կարող համեստ մարդիկ է շատ։ Այլ ինչ են ասում հիմա։ Ես նկատի ունեմ այդ ուժային կառույցները այսօր չեն մասնակցում որևէ խնդրի լուծմանը քաղաքական։ Ոչ, ուժային կառույցները ինչ իրավունք ունեն, դա մեծ աղմուկ կբարձրացնեն, ես էլ կբարձրացնեմ, բացառված է։
ուժային կառույցները բոլորը իրենց տեղում են, իրենց ֆունկցիաներն են կատարում, ոչ մի անգամ իրենց գլուխը այլ տեղեր չեն մտցնում, չեն էլ ես կարծում եմ չեն էլ երազում։ Ուժային կառույցների ֆունկցիանը գիտես որն է Պետրոս ջան, եթե ասենք դե բիզնեսմենը ընդդիմադիր, այ քեզ բան, ով է տեսե բիզնեսմենը իշխանություններին չսիրի, իշխանությունների բան։ Դրա համար ուժային կառույցները իրենց տեղում են։ Էթում են, սիրում, քրեական գործերը հարուցում են, մեկինը խանութ է, մեկինը պիցցանոց է, մեկինը մեծ ֆիրմա, փակում են, փակելուց հետո էլ ինչ անում, գալիս է մի հատ ազնիվ գործարար, դրան չի գալիս է խլում է, չէ, տենց նրբորեն տիրանում է, տես պտի լինի։ Ուժայինները Պետրոս ջան, ուղղակի իրանց տեղում ամեն ինչը նորմալ է, չէ, իրանք չեմ։ Ուղղակի այն մի հատ անիվ հիմնադրամ կար, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, երբ որ ձերբակալվեց ազգային անվտանգության ծառայության կողմից, հետո պաշտոնան կարվեց, քրեական գործ են հարուցել, արա իսկական այս ամիս չեն բռնել դրան Պետրոս, դրան ամենամից բռնում էին։ Այդ Վահան Քերոբյանն ասում էր, որ անիվ հիմնադրամում, որի դեպ Տիգրան Ավինյանի հետ է կապված, ինքն է դրա խորհրդի նախագահը, ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատողների ընտանիքի անդամներ, դե մեկինը կինը կլինի, մեկինը աղջիկ կլինի, մեկին այնտեղ գրանցված են էլ որպես աշխատող, ստացել են միլիոններով աշխատավարձեր։ Դե հիմա դե անիվ հիմնադրամը խո ուժային կառույց չի, չէ, ինի փափուկային կառույց է։ Ու այդ անիվ հիմնադրամի վատնումները գիտես Պետրոս, միլիոնավոր դոլարների է քրեական գործնել։ Նիկոլ Փաշինյանն էլ է խոստովանը, որ իրանք ծախողել են, բայց դա ձերբակալվեց մենակ այն մարդը, որ դրա մասին խոսած։ Վահան Քերոբյանը։ Բայց ուժայինները ոնց կարան որևէ բիզնեսի բան, չէ, Պետրոս ջան, որ ժամանակ դա միանգամից աղմուկը կա, ասեք միանգամից աղմուկ ելա, աղմուկողին բռնում ես, որ միանգամից աղմուկ կտրվի։ Բա ուժայինը դրա համար է, որ իր մասին խոսել, կամ ասենք թե Արտաշատի քաղաքապետը, վարչապետին ասում է, հենա, այն շենքը մեր նախկին ոստիկանապետ Արամ Հովանիսյանի շենքն ասում է, արա ապուշ, ապուշ, ծենդ կտրի, արա միկրոֆոնը վերեն, ծենդ կտրի։ Արամ Հովանիսյանը այն վաղտեր ուժային, հիմա ուժային չի, հիմա Խաշլամային է։ Խաշլամային կառույցի ղեկավար, այն վաղտեր ուժային։ Հիմա սաղ չոտքի է Պետրոս ջան, այդպես բան չկա, ասենք թե ով է տեսե ուժային կառույցի ղեկավարը ինչ-որ դու մտածում ես հիմա ոստիկանապետը կամ մեկը ինչ-որ բիզնեսների հետ կապ ունեն, հա, ինչ-որ չէ, այ ախպեր ջան, անցավ այդ ժամանակները։ Անցել է, չէ, սուկեսուն ջան, անցավ, դու տես երկիր եք ղեկավարում, անցած կլինի, էլի, ազնիվ մարդիկ եք։ Ինչի հաշվին մեր համախառն ներքին արդյունքը կրկնապատկվեց։ Միայն ու միայն ազատականացման արդյունքում, միայն ու միայն վստահելու արդյունքում, միայն ու միայն մարդիկ արդեն տարբեր տեղերից այդ գումարները հանեցին եւ տարբեր երկրներից սկսեցին ներդնել Հայաստանում։ Խոսում է, էլի, հավե, ասեք, մարդիկ տարբեր երկրներից ասում են գումարը հանեցին, ներդրեցին Հայաստանում։ Հայաստանում ոչ մի օտար երկրյան ներդրում չի եղել։ Ըստ պաշտոնական վիճակագրական ցուցանիշների Հայաստանում կա կապիտալի արտահոսք, այսինքն մարդիկ ստեղ բիզնեսը ծախում են, փողերը հանում են, տանում են ուրիշ տեղեր են, ներդրումներ անում, ազատականացման հարցում, գիտես չէ, 18 թվականից մինչև հիմա Պետրոս ոչ մի ապրանքային շուկայում փոփոխություն չի եղել, որը որ գերիշխող դիրք է ունեցել շարունակում ունենալ, որ շուկան ունեցել է կենտրոնացվածության բարձրացան, հələ մատ ասա տենամ, քո զբաղված բիզնեսներից, քո ոլորտներից որևէ մեկում ազատականացում եղել է, որևէ մի շուկայի կառուցվածքում փոփոխություն եղել է։ Պետրոս հիմա պեսոկնով է բերում։ Կարող ուզենաս պեսոկ բերես Պետրոս։ Հələ մատ բեր էլի, տենակ ինչ կլինի։ Ինչ ես կապե դու ղազախական ցորեն, հա ղազախական ցորեն։ Որովհետեւ մատ պեսոկ բեր էլի։ Բենզին բեր։ Սուրկեսյան ջան, կարա չէ՞ մեր Պետրոս ասենք, եթե ուզենա բենզինի ներմուծումով զբաղվի, ինքն էլ այդ շուկա ազատ է, չէ՞ շուկան, ասենք որևէ խնդիր չկա։ Կարա հանգիստ մտնի բենզինի շուկա, ինքն էլ տենդերների կարաս մասնակցես Պետրոս, ասենք ամենամեծ գնորդը ՊՆՆ-ը, հանգիստ կարաս մասնակցես։ Կարա չէ՞ Սուրկեսյան ջան, ոչ մի խոչընդոտ բան չի լինի։
Դե լավ է, արա, դե լատես պիտի լերելի երկիրը Պետրոս։ Շուտ վանես պիտի տենց լերելի։ Ախ դու այն վաղտել էիր է պատգամավոր։ Այն վաղտ անչի տենց չէր։ Հա Նիկոլիցա, հա, մալադես լավ ղեկավար, դե գիտես էլի։ Ինքը ակադեմիկոս չի, չէ, Սուքիասյան։ Դու ես ակադեմ։ Իսկ հա, լսի, իսկ դու գիտես քարակոսը ինչ է։ Կարաս ասես։ Քարակոսը կարող է քաղցր բիբարա։ Միրգ էլի։ Ելակի համով բիբար։ Դու գիտես Պետրոս։ Իմացեք, արա Նիկոլը հիմա ձեզ տենց հարցեր է տալու։ Ասում են օլիգարխները պիտի այդ հարցերին պատը օլիգարխը մենակ դու ես մնացել, ով օլիգարխ ես երկրում։ Ինչով է Հայաստանը գրավիչ։ Դա քաղաքական ներդրում է նաև, թե Հայաստանը իրոք այդպես գրավիչ է։ Նախ առաջին քաղաքական կամքն է, երկրորդը ես կարծում եմ մեր ժողովուրդն է, շատ լավ ժողովուրդ է։ Հյուրերի նկատմամբ բավականին մարդասիրական է, շատ ընկալելի է։ Դա բոլորն են ասում, որ Հայաստանը լավն է, սնունդ է։ Բայց այստեղ երբ որ դուք անդրադարձաք, ես մի կարծիք ունեմ հայտնել, ուզում եմ հնչեցնեմ, եթե կարելի է հնչեցնեմ։ Չէ, մի րոպե ասում եմ, ներդրումների համար ինչու են, բայց դու ասում ես սնունդը լավն է։ Սան ասում եմ, մարդկանց համար լավ է սնունդը ինչ կապ ունի։ Պետրոս ջան, այդ ինձ հարցրու։ Ես ինչով է Հայաստանը գրավիչ։ Պատերազմներով, այ ցավը տանեմ, պատերազմներով։ Աշխարհում ուրիշ որ երկիրն է 5 տարվա մեջ այդքան պատերազմ եղել։ Բա պատերազմ ասենք ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրվում է այն երկրի վրա, որտեղ պատերազմ է։ Դե որ բան անում, ասում են դե լավ, այդ թանկ է երկիր էլ, թանկ են ներդրումներ անենք, աշխատատեղեր ստեղծենք։ Դե մեր մոտ էլ այտենց է։ Նայ հիմա ասենք օրինակ, այս մարտիկ եկան, մենք մի խնդրեմ ունենք, մեր մոտ խաղաղ էր մեր երկիրը մինչև իրանց իշխանության գալը Պետրոս ջան։ Խաղաղ են չի էլի, անկապ քո համար խաղաղ ապրում է, սաղ էր խաղաղ են դու էլ այն չի էլի։ Դրա համար ասին չէ, մի հատ նորմալ պատերազմ է պետք։ Դա համար մինչև պատերազմը նախ մի հատ արտակարգ դրություն։ 18 թվին էլ եկնաշան 20 թվի մարտի 16-ից արտակարգ դրություն։ Արտակարգ դրությունը երկարացրին, բերին մինչև 20 թվի սեպտեմբեր։ 20 թվի սեպտեմբերի կեսին արտակարգ դրությունը վերացրին, սեպտեմբերի 27-ին ռազմական դրություն։ Պատերազմը բերին, լավ էր։ Լավ արդյունքներ ունեցան, պատերազմը շատ լավ արդյունքներ, այդքան զոհեր, իրանց ուզածով էլի, իրանց իհարկե լավ կներ միանգամից այդ 20 թվին Ղարաբաղ հենց այդ վաղ տային բրզնեին։ Բայց դա ռուսներն եկան գիտես էլի դրանց, եկան արանք ընկան, հրադադար հաստատին, նոյեմբերի 9 ստորագրին, զորքերը բերին կանգնացրին, խաղաղաբար հետ գցին մեզ։ Մի քանի տարով ռուսների պատճառով կարան 20 թվին միանգամից Ղարաբաղը տային, ավելի շատ զոհեր, ավելի ստիված այս մարդիկ մտածին, ասին ինչ կարանք անենք, ասին լավ 21 թվին նորից մի հատ պատերազմ գոնե կպցնենք այդ Գեղարքունիքի կողմերը, այդ Սևլեչի կողմերը, երկու հատ պատերազմ ընդ կպցրին, տեսան չէ, էլի բանդուս չի գալի, էլի ներդրումային վիճակը չի դզվում, 22 թվին Ջերմուկում մի հատ պատերազմ, միանգամից Ջերմուկի ներդրումային վիճակը լավացավ, ներդրումները սկսեցին Ջերմուկում նոր առողջարաններ, նոր ծրագրեր, նոր ենթակառուցվածքներ, բուրը ադրբեջանցիներ եկան նստան Ջերմուկի գլխին, ընդ հիմա Ջերմուկի տարածքի սարերի մեծ մաս իրանք են վերահսկում բան, սնունդ է էլի, սնունդի համար եք։ Էլը նիտո, նորից 23 թիվ, Ղարաբաղը պայն շրջափակման մեջ, Ղարաբաղում նորից պատերազմ, 150,000 մարդ, բայց նրանք սաղ երկրի ներդրումային վիճակը բարելավող ցուցանիշներ են, Պետրոս ջան, դու ասում ես, ի՞նչն է նպաստը, այդքան բան են արել այս մարդիկ այս երկրի համար։ Հիմա դուներն եկել է, ասում են, հնարավորություն տվեք էլի անենք։ Էլի իշխանություն են ուզում, ասում են, տեսնում եք ձեր համար ինչ լավ պատերազմներ ենք բերում, ձեր ներդրումային միջավայր լավ, էլի հնարավորություն տվեք էլի անենք։ Ի՞նչն են սխալ ասում։ Արա, բայց դու Սուքիասյան ջան, մի հատ ձև քթի ձևի դառի պատգամավոր էլի, առանց քեզ այդ պարլամենտը, ասեք, պատկերացրեք այդպես պարլամենտ տերում է Սուքիասյան խաչիկ ընդե չի, ասեք, ոնց որ հազարան բլբուլ ընդե չի էլի։ Մի ձև քթի, չգիտեմ, կարանք մեկ երկրի սահմանադրությունը փոխենք, ասենք դու միշտ համարվես, անկախ դրանից կընտրվես թե մեկը միշտ էլ առանց ընտրվելով առանց ընտրվել կապ չունի, գաս էլ ես պատգամավոր։ Այդպես ոնց որ պարլամենտի իկոնա էլի։ Ես այդ կարծիքին եմ, չգիտեմ Պետրոս, եթե դու ես այդ կարծիքին, արի ստորագրահավաք սկսենք։ Ես ու դու սկսենք, իսկ թվում է սաղի կմիանան։ Հիմա նայեք, մենք գործիքներ ունենք, որոնք որ չի օգտագործում։ Ես այսօր այս պայն ուզում եմ կոչ անեմ մեր Սփյուռքին։ Եթե Սփյուռքում 1 միլիոն մարդ օգտվում է սոցիալական
հարթակներից այդ 1 միլիոն մարդը, եթե Հայաստանի Հանրապետության մասին երաժշտությունը, տեսարժան վայրերը, մեր ապրանքները, մեր երկրի տեսքը, մեր երկրում ինչ կարգի ժողովուրդներ են ապրում, ինչ պատմություն ունենք, մեր եկեղեցիները, դրանք կարողանան մեր 1 միլիոն սփյուռքի ժողովուրդը տեղադրի իրենց պատերում, ես մի հատ հաշվարկ ունեմ, եթե ուզում եք դա ասեմ, հնչեցնեմ, որ սփյուռքից էլ ոչ թե դրանով զբաղվեն։ Հա, բայց շատ խելոք բաներ արա դա ասում ես էլի խելոք է էլի, ակադեմիկոս մարդ է էլի։ Միջազգային մասշտաբի գիտնական է, խելոք է էլի։ Դե որ խելոք ասենք, խելոք չի։ Ասալ է լայս այդ հաշվարկ։ Սրան որդուց Պետրոս։ Լասա։ Այլ 1 միլիոն հայ համակարգված ներկայացնի Հայաստանը սոցիալական հարթակներում մեդիայում։ Ուրեմն այդ 1 միլիոն մարդից դառնում է 400 միլիոն пассив նայող։ Դրանից հետո սա մասնագիտական վերլուծություն է արվել։ Իրական տեսանելիությունը կլինի 80-ից 100 միլիոն մարդ։ Պատկերացնում եք, մեր սփյուռք ուղակի վերստի Հայաստանի մասին նյութեր դնի կամ պատմի։ Ես միայն ասում եմ սոցիալական հարթակներն, չեմ ասում հարևանին մոտ գովա Հայաստանում։ Եզակի լսարանը 30-ից 50 միլիոն է։ Թիրախային միջազգային լսարանը կլինի 5-ից 10 միլիոն։ Դա զբոսաշրջության մեջ մինչև 100 միլիոն դոլար կարա մեր Հայաստանին օգուտ բերի։ Հիմա արժի որ մեր սփյուռքը ամեն օր դրա մասին մտածի։ Վեր կենա ոչ թե այս մի ինգերոջը կամ այն մի ինգերոջը քննադատի։ Ինչ եկա, հիմա սփյուռքից մեզ նայում եք, չէ՞։ Հետո ինչ է ձեր արածը։ Անչեք է հասցրել այն օրին, որ այս մարդը ստիպած դաստի տենց հաշվարկներ անեմ։ Դժվար այ մարդ, վերցեք օրական։ Մի հատ նորավանքը դրեք ձեր Facebook-յան էջին։ Ինչ կա դրա մեջ դժվար արա։ Դնում եք ինչ թե ինչքան, ասենք, դնեք մարդիկ արդեն կիմանան Հայաստանի մասին, կգան Հայաստան, կեթան քույն բուրգեր, եկա սովաս չէր մնա, պիտի եթան քույն բուրգերում մի բան ուտեն, պիտի շարժվեն, ադրբեջանական բենզին, օգուտ կլնի, նստել են սփյուռքում իրանց համար, ոնց էր հեչ վեճները չլնի, հա։ Իսկ տեղը խեշմարտը ստիպած նստել ձեր վրա հաշվարկներ արե։ Վաղվանից ուրեմն Իշքան սփյուռքում մարդ կա, Սուքյասյան Խաչիկի նկարը դնում եք ձեր պատերին ու սաղդ շեր եք անում։ Եղավ։ Այդ հարցը համարի լուծված։ Այն Զարեին կասես, որ դրանով զբաղվի Պետրոս։ Պարոն Սուքյասյան, այ ընդդիմությունը բերում է օրինակ։ Նրանք այս մասը չեն ասում։ Ես հիշում եմ բժնի պատմությունը։ Դուք զբաղվեցիք ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ եւ Պետրոս ջան, մի բան եմ ուզում ասել։ Ես զուգահեռ տանեմ ասեմ։ Հիմա այդ զուգահեռը տանում են հեցի հետ։ Ասում են, տեսեք։ Չէ, նայեք, մի բան եմ ես ուզում ասել։ Նախ հեցը ընդդիմադիր մարդը որոշեց ներողությունը, տես չի։ Հեցը պետությունը։ Դուք էլ խելացի մարդ եք, հասարակությունը խելք ունի։ Պետրոս քեզի գոված։ Լսած քեզ ինչ ասում։ Ասում դու խելացի մարդ ես։ Չհավատաս արա, սուտաս։ Դու ինձ հարցրու, ես կասեմ օբյեկտիվ պատկերը։ Պետրոս, այդ որ ասում դու խելոք մարդ ես, դու բայց հանկարծ չմտածես, որ դու այնքան խելոք ես, ոնց որ Անդրանիկ Քոչարյանի տղան։ Դու բանակ ծառայել ես, չէ՞։ Դենամ ես, այդ խելքի պակասից է, որ դու Անդրանիկ Քոչարյանի տղայի նման խելոք տղա ալնեիր, բացառիկ։ Այսօր դու էլ բանակ ծառայես չէիր ելնի։ Իսկ Սուքյասյան Խաչիկ քեզ ասում խելոք։ Խելոքը Սուքյասյան ջան, Քոչարյան Անդրանիկի տղան է։ Տեսեք, քանի բան կա ապահովագրական կառույց կա Հայաստանում։ Տասնյակ։ Բոլորը տասնյակ միլիարդների շրջանառություն ունեն։ Սիլ ինշուրանսն էլ ունի, չէ՞։ Այո, թե ոչ։ Նա էլ կարա, չէ՞, մրցույթի մասնակցի։ Կարա 100 մրցույթից 2-ը ինքը շահի։ Չի շահում։ Շահում է 1, 2, 3։ Ոչ չի շահում։ Որը շահերես մարդու պատգամավոր ընտրվել է, ԿՊԱ-ականել էլ Նիկոլի Պաշտպանելու իմաստել ո՞րն էր։ Հենա կլներ ոչ թե օլիգարխ, այլ սովորական գործարար, Նիկոլն է մի օր կլներ ունեցածը ձեռից կառներ։ Ոչ։ Ուղղակի Սիլ ինշուրանսը մրցույթի մասնակցում է, մի երկուստե շահ, ուղղակի ասենք Սիլ ինշուրանսը շահում է ներքին գործերի նախարարության հայտարարած մրցույթ, որովհետև պետական ավտոներ ամենաշատը
ունի ներքին գործերի նախարարությունը, սոցիալ նախարարությունը, ինչ ավտո պետք ունենա Պետրոս, կամ ասենք թե ֆինանսների նախարարությունը, մենակ նախարարի տեղակալների ծառայողական մեքենաներ։ Իսկ ասենք ներքին գործերի նախարարությունը փրկարար ծառայության ավտոներն են, ոստիկանության այդքան ավտոներն են, պարեկների ավտոներն են, մյուս ոստիկանական գվարդիա։ Հիմա ասենք թե ԱՊԱ-ի այդ ապահովագրությունը բոլոր ապահովագրական ընկերությունները նույն գինն են անում, որովհետև ԱՊԱ-ի գինը չի կարա տարբերել, էլի, բոլորը նույն գին։ Ուղղակի ներքին գործերի նախարարությունը ասում է շահեց սիլ ինշուրանսը։ Արդար է։ Դա հետո լսում են այս լրագրողներն էլ այդ անշանորքները։ Գալի կապնամերը այս մարդ բախեց սիլ ինշուրանսը շահեց, խե բանել է։ Մանա ինչ կապ ունես մարդը դրա հետ։ Մարդը խո սիլ ինշուրանսով չի զբաղվում, ինքը օրենսդրական ես ասենք Պետրոս մի ժամը հետը խոսում ես, չէ՞։ Դու մի հատ օրենքից հարց տվել ես այս մարդուն։ Պարլամենտի գործունեությունից քո սա հարցերը բիզնեսին է վերա։ Ինչի, որովհետև դու ես հասկանում, որ քո դիմացը նստածը ոչ թե падգամավոր է, այլ բիզնեսմեն է։ Ինքն էլ դες լրիվ է բիզնեսից պատասխանություն հասկանում ես, որ ինքը բիզնեսի գաղին է։ Չէ՞, այն վախտերել են, ասում են վախտ պետք բիզնեսիդ գլխին էլ է, սա բիզնեսիդ գլխին չէ՞ բան կլի։ Փաստորեն էսի սա խախտում է։ Դու էլ նստել ես, այս մարդուն խայտարակ ես անում։ Որտեվ դու ես մեղավոր 20 լիտր բենզինի չեկը ինչ է քծիպ, ինչ պետք է անես, պայես ինչ ես անելու։ 20 լիտր չեք տվածել էր այսօր այս մարդուն, լրիվ ուրիշ հարցազրույց կլներ։ Բայց ոչ թե այդ իրեքը դառնում է արդեն ամեն օր դրանց մասին գրում են։ Դա խայտարակություն է, այմակցենք ուզածներն ինչա, լավ տրամաբանություն, գիտելիք, լավ բարոյականություն ունի մարդը, որ տեսնի համեմատի ասի այսքան տոկոս է կամ այնքան տոկոս է։ Դե ուզած այնա որ ներկայացնեմ որ այս իշխանությունը ունի իր օլիգարխը։ Դե լսեք, բայց խայտարակությունը հիմա մեկը չեն կարա այտենց։ Ձեզ բոլոր շենքերի վաճառքները վերագրում են ձեզ գնում։ 45-ած շենք են գրել ին վրա, որ ես բուհեր, չգիտեմ ինչ էր։ Ու մեկ զարմանալի է, որ միջև անգամ ռեկտորի մակարդակել էին տենց ինչ-որ հայտարարություններ արել, խայտարակություն։ Հարան շնորհք են էլի Պետրոս ջաները, եթե մեզ արա Տիգրամեցի պողոտայով աչածախ նայում ես, հարա դե ինչ կապ ունենար այս մարդիկ դրա հետ է։ Իշխանությունների օլիգար։ Խելք է պետք ուղղակի խելք պիտի ունենաս, որ հասկանաս, ասենք թե ՊՆ-ին բենզինի մատակարարում ոնց է անում։ Խելք է պետք, ասենք խելք պիտի ունենաս, որ մի հատ նորմալ ավիաընկերություն հիմնես ու Երևան-Ստամբուլ ուղղությունը վերցնես, օդի Թուրքից էլ ազատվես, որ Տոմս Էժանն լինի, որ թուրքերը Հայաստան գալուց իզուր ավելորդ 10,000 դրամ փորձ տան։ Խելք դրա համար խելք է պետք։ Դες մարդը ունի, ասեցին, գիտնական մարդ է։ Աստված ինչ տվե, չի տվե, խելքը զաթի տվել է։ Խելքն է տվել է, հասկանում է ինչ պիտի անի։ Խելք չունենար այսօր կգարկանաս դերստե Նիկոլ կգովարի։ Խելոք է։ Խելոք մարդ է։ Ուրիշները գնացել են ընկել են հայրենասիրության հետևից, պետականության հետևից, Հայաստան ունենալու հետևից, ախելք էլի։ Խելքները գնացել տվել են բարեգործություններ են անում, Հայաստան համահայկական հիմնադրամին բող են տալի, Արցախում հիվանդանոց են սարքում, չգիտեմ, այստեղ աշխատատեղը խելոք մարդ էս բան կանի։ Խելոք մարդը, պաժալստը, գիտի որ տենդերը, որ ապահովագրությունը, որ նախարարությունը, որ բանը խելքով պիտի այս ամեն ինչ արվի Պետրոսյան։ Դու ասում ես օլիգարխ։ Խելքը տվել ես այն լրագրողներին, անշանորքներին։ Լավ պշտիր, բայց դու են Ջեբեջանին, Սուքեսյան ջան։ Ապա դու դեն ժամանակ մենակ պշտոցով մի բավարարվի։ Ոնց բա ոնց ախպեր։ Բա լրագրողնով բռկակ ազգային ժողովում քեզ հար։ Ինչ իրավունք ունի լրագրողը գա քեզ ազգային ժողովում։ Դա մը լավ էլ անում ես գորգռում ես անես սիրուն ձենատը զատունից կականից հարցակվի մտած լրագրողների վրա քաշքշեն նկամ են նարեկ են քիրակո։ Նա որ գա քեզի հարցարը դու դզված արդե միլիարդ նորմալ միլիոնատեր դոլարը միլիոնատեր մարդ շուտ կակոյնի բուժ մեծ լրագրող եկել է քեզ հար։ Ինչ իրավունք ունի լրագրողը պատգամավորին այլ ազգային ժողովում հարց տա։ Պետք է դրանց սաղի բերաները փակել սաղին այդ լրատվամիջոց վերաստա թողնել ես մարդիկ ես երկիրը շենացնեն զարգացնեն Ադրբեջանի հետ Ադրբեջանի համար Բան չկասեմ հնարավոր է որ քո կապիտալը լինի այլ երկրում
դու այլ երկրում դառնաս իշխանություն եւ այն երկիրը, որտեղ քո կապիտալն է, այդ երկրի հետ հավասարի եւ ազատ խոսաս եւ ձեռը կառնում մի վարքան նախ առաջինը պետքա բարձենք ինչ երկիր է ամենաազատ երկիրը չի, ասենք ասենք բիզնեսի ազատ երկրում էլ չի կարող, ոչ ամենաազատ երկրում առավել եւս չի կարող, դա խայտարակություն է, չի կարող այդպիսի բան լինել, որտեղ այդ երկիրը մի վարքան հետո որոշումներ կկայացնի այդ ունեցած կապիտալ։ Այդ քո ասածը Սուքեսյան ջան Հայաստանին է վերաբերում։ Պետք է մենակ Հայաստանում դու իմացա չէ Պետրոսի ինչ նկատի ունի, ում նկատի ունի։ Դες բան էլ իրան դրել է տենց Պետրոսի տեղ, մթոմ ինքն այնց բան էլի։ Պետրոսն է էլի դա ասած, հա։ Սամվել Կարապետյանի, չէ, նկատի ունի։ Հիմա դու քո օրինակով ասա։ Պաստորեն դու ասում ես Հայաստանում օրինակ ասում եմ, եթե դու իշխանությունների կամքը չես կատարում, կարող է եղածը ձեռիցդ առնեն, չէ, որովհետեւ ոչ թե կարող է, այլ առնում են։ Բայց հիմա մա ցենց հարցամ քեզ Սուքեսյան ջան, որպես այդպես միջազգային ակադեմիկոս։ Ասենք Pernod Ricard գրուպը, Երևանի կոնյակի գործարանի սեփականատերն է։ Հիմա որ իրանք Հայաստանում ներդրումներ են արել, ուրեմն իրանք գտնվում են Հայաստանի իշխանությունների ազդեցության տակ։ Հայաստանի իշխանությունները ոնց ուզեն այդ ընկերության հետ կարան վարվեն։ Լավ, Coca-Cola Hellenic Bottling Company Armenia, հունական ընկերությունն է, ամերիկյան Coca-Cola ընկերության ֆրանչայզի անում Հայաստանում։ Այդ նշանակում է, որ այդ հունական ընկերության սեփականատերը կամ ամերիկյան ընկերության սեփականատերը գտնվում են Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ։ Դες բան կլի պետք։ Բայց եթե հունական ընկերությունը Հայաստանում ներդրումներ արել, Հայաստանի իշխանության ազդեցության տակ չի։ Հայ մարդը, որ Հունաստանում ներդրումներ արել, Հունաստանի իշխանության ազդեցության տակ ինչի պիտի լինի։ Եթե մարդը մենակ բիզնեսով է զբաղվում, չէ՞։ Ազդեցության տակ ով կարա լինի Պետրոս։ Ազդեցության տակ կարա լինի մարդը, որ ուրիշ երկրում պետական պաշտոնա զբաղեցրել, իշխանության մասը, դա կարա լինի։ Օրինակ ասենք Զարե Սինանյանը, որ եղել է Գլենդելի քաղաքապետ։ Նա օրինակ օտար երկրի քաղաքացի է, օտար երկրում ապրել է, դա պաշտոնա զբաղեցրել։ Նա հիմա որ եկել է աստե պաշտոնա զբաղեցնում, կարա նրա ազդեցության տակ կրել։ Բայց բիզնեսմենը ինչ կապ ունի։ Այ օրինակ Հայաստանում խնդրեմ է, այ Հայաստանում խնդրեմ է։ Դրա համար Հայաստանում ներդրումներ չեն ելնում։ Դրա համար ինչ պիտի անենք Պետրոս, որ Հայաստանում է, խնդիրները պիտի վերացնենք, խնդիրները ոնց պիտի վերացնենք, խնդիրները ստեղծողներին պիտի արանքից հանենք այդ թույլիկներին, արդյունքում ստեղծենք մի հատ ուժեղ պետություն։ Չէ՞, Սուքեսյան ջան, դու էլ ես չէ՞ ուզում, մտքիդ կա, երևի որ ասեմ քեզ, դու խելոք մարդ ես, դու հենց այնպես չես թռնում սրանց վերից։ Չմտածենք թե Ավինյանն է քեզ շարքից հանե։ Իսկ թվում ուղեղդ արդեն սկսել է աշխատել, հա։ Մի հատ գիշեր շտաբ բան գնալուց գիշերով կետաս։ Պետք չի քո ավտոներով շարասյունը կազմես ախրանիկներիդ գցես հետևից։ Ոնց էլի մթում, դերվիշ բաբա։ Հետո ես ձեզ մի բան ասեմ։ Ոչ մի կազմակերպություն գրագետ չի մոտենում խնդրին։ Նախ առաջինը ցանկացած կառույց, օրինակ շատ ժամանակ հարցնում էին որ բանկն է լավ, ասում են այն բանկը, որը որ վերադարձվելիության տոկոսը շատ ցածր է, որ չի վերադառնալու այս կամ այն գույքը, դա է ամենալավ բանկը։ Հիմա երբ որ ասում են այս կամ այն կազմակերպությունը, իհարկե կազմակերպություն կա, օրինակ միլիարդների շրջանառություն ունի, բայց միևնույն ժամանակ էլ միլիարդների վարկեր ունի։ Նա դեռ կարող ենք ուսումնասիրել ով ինչ վիճակում է, թե չէ։ Նույնը Հայաստանում։ Իհարկե վարկը շատ լավ բան է, վարկով զարգանում ես, բայց վերջին հաշվով մարդու կապիտալը պետք է նայես, տեսակարար կշիռով է, ինչքան վարկ ունի, ինչքան կապիտալ ունի։ Լավ, հավայ մի խոսը։ Պետրոս, հիմա որ դու կոնկրետ պարզա, որ Սամվել Կարապետյանի մասն ես խոսում, Սամվել Կարապետյանը խոշոր ներդրումներ ունի Հայաստանում, նախ առաջին հերթին, երկրորդը Ռուսաստանում, Հունաստանում եւ Էմիրություններում։ 4 երկրում։ Հիմա որ ասես եթե մարդը մի երկրում բիզնես ունի, կապիտալ ունի, ներդրումներ ունի, պիտի հիմա քո կարծիքով այդ մարդը ո՞ր մեկի ազդեցության տակ է, էլի։ Հունաստանի, Եվրոպական միության, թե Էմիրությունների, թե ասեք չի կարա, չէ, 4-ի միանգամից լինի։ Թե ոչ մեկին է կարա չլինի։ Մնում է Հայաստանն է, փաստացի մենակ Հայաստանն է փորձում իր բիզնեսը ձեռից խլի, հենա հակառակ կլինի, մեր ժողովուրդը իրան
իշխանությունը իր ձեռից կվերցնի, կտա հենց այն մարդուն, որ պիտի տա։ Խնդիրը լուծվում է։ Շատ արագ, մի օրում։ Այդ օրն էլ արդեն պարզ։ Գնալու ես չէ ընտրության։ Մեզ կընտրես արա։ Սա գիտեն թե դու իմ Պետրոսն ես, արա ուր եթում եմ, սա ասում են Ղազարյան ջան, այն Պետրոսն ուրա։ Հենց այն իմանում դու իմն ես, արա։ Խայտարակ չանես անձի։ Դու կեթաս կընտրես։ Պարոն Սուքասյան, ո՞նց է լինում, որ դուք եք բերում բենզին Ադրբեջանից։ Մենք ով։ Ձեր կամպանիաները։ Մենակ նախ առաջինը տեղ շատ վատ բան ա եղել։ Միայն այդ կազմակերպությունը չի բերել մեր ընտանիքի, այլ կազմակերպություն նույնպես։ Միայն քաղաքականացնելով գրվել էր միայն մեր անունը, իմ նկարներ դրվում։ Հիմա ատեղ էլ մի հատ խայտարակ բան կա։ Տնտեսական ընտանիքի զավակը վերակենում ասում $100,000 կգնա զենքի հետ։ Նշանակում է այստեղ թշնամական, որ սա քաղաքական էլ չի, որտեղ վերջին աշխով $80 միլիոն մնալու է Հայաստանում, եթե ծավալի 80%-ը վերցնեն։ Ու այդ գումարը մնալու է Հայաստանի Հանրապետությունում այլ ճյուղերում է ծախսել, որտեղ լոգիստիկան ավելի էժան է նստում, որովհետև ավելի էժան է նստում, քան այլ երկրներից ներմուծելը։ Պետրոս, դու էլ քեզ լրիվ դրել ես դες մի հատ բանի տեղ էլի ղազախական ցորեն կերածի տեղ։ Պարոն Սուքասյան, ո՞նց հալնում որ բենզինը Ադրբեջանից դուք եք ներմուծում։ Բայց եթե բենզինը երկիրը Ադրբեջանա, պետք է ներմուծվի փող աշխատվի, այս հայերին թալամ բաբոտ պիտի դա անի։ Արա բա քեզ էլ տարեկան 44 միլիոն 900,000 որ փող են տալի, տալիս նա որ ձենը կտրես արա Ղոջան տալի որ դու շախուր անես։ Պարոն Սուքասյան, այդ ո՞նց հալնում։ Ո՞նց հալնում օրինակ քո կարծիքով Պետրոս։ Չգիտես, հա ո՞նց հալնում։ Դու էլ շատ մի լսի Սուքասյան ջան, գլուխդ կա ախպեր դուք ձեր գործն արեք։ Մինչև տենանք մենք երբ են գլուխներս կախ մեր գործը անում։ Բան չմնաս ոնց որ հա Պետրոս այդ ադրբեջանական բենզինին։ Ոնց որ Հայաստանում են ուզում նորմալ մարդիկ նավթավերամշակման գործարան կառուցեն, համ տեղական բենզին լինի, համ աշխատատեղեր։ Այդ վա դու քաշվես Սուքասյան։ Դու всё-таки բայց մի բան արագ քշերով գնա շտաբեր։ Ոնց եք վերաբերվում այն թեզին, որ արժանապատիվ խաղաղություն կբերի ընդդիմությունը։ Նայեք քաղաքականությունը ինքներդ լավ տեսակ ինչ է կատարվում աշխարհում։ Եթե որոշակի խորաթափանց չես լինում, հնարավոր է շատ մեծ կորուստներ ունենաս։ Աշխարհը այլ ձևով է շարժվում առաջ։ Պետրոս լավ ինչես ես մարդուն անհարմար վիճակի մեջ դնում։ Արա վերջը հյուր է էլի։ Շատ է որ 20 լիտր բենզին չեք չի տվել։ Անչես անհարմար։ Ասես արժանապատիվ խաղաղություն։ Այ ես մարդը ինչ իման արժանապատվությունը ինչ է։ Որտուց իմանա։ Այն մարդը իր համար Ադրբեջանից բենզին բերող հայերի վրա ծախող մարդը գնաց կապել էս արժանապատվություն, հերիք չի խաղաղություն է։ Հենա մեծ արժանապատվություն։ Հա դա լավ էլի Պետրոսը։ Սուքասյան ջան, ավելի լավ է դու բանը ողջուններ հղի։ Сейчас кому вы хотите передать привет։ Ես ուզում եմ իմ ողջունի խոսքն ասել, որ այսօրվա իշխանությունները վերջի 4-5 տարում բավականին լուրջ, բավականին, այսպես ասած, խորաթափանց, բավականին հանգիստ, բավականին գիտակից տարան առաջ եւ բավականին մեծ հաջողություններ ունեն գրանցած, դուք ինքներդ եք տեսնում եւ իր ողջունի խոսքերն ասած մեր իշխանությունը, դե մեր իշխանություններն էլ Նիկոլնա, Ալիևնա, Էրդողաննա, Ալեն ինչ ես ուզում, նախադասությունն էլ ասենք ուղղակի գնացող արդեն որպես քո հետ միասին գնում է, էլի տեսուց հրաժեշտի խոսք մի հատ իրանել էլի ողջուններ, ասա այդքան քո հետ առնչություն ունի, բան գիտենք էլի, շատ բաներ գիտենք։ Եվ վերջին հարցը կապված բանկերից, քանի որ դուք բանկերով սկսեցիք, ընդդիմադիրները այլ ցուցանիշ են բերում բանկերի, որ մեր քաղաքացիները կքված են վարկերի տակ եւ պետքա գան այդ հարցը լուծեն։ Պետրոս, ընդդիմադիրները չեն ասում, կենտրոնական բանկի նախագահն է ասում։ Մարդը հստակ վիճակագրություն է ցույց տալի, թե ինչ ծավալի, անհուսալի ժամկետանց վարկեր կա, մարդիկ գնացել են վարկերը, այսինքն մի մասը վարկերը ճկռած հազիվ կարողանում է փակի, դրանք էլ անհուսալիների մեջ չեն, դրանք էլ փակում են, սաղ եղած շեղածը բերել տալով։
Հələ մի ահագին կան 100,000-ներով, որ անհուսալի վարկեր ունեն։ Անդիմադիրներն ասում են, այդ բառը սովորել ես, այն ես քո համար սարքել ես քո հարց ձևակերպելու, բայց դու բանկի սեփականատեր մարդ ես, Սուքեսյան ջան։ Ձեր ընտանիքը բանկա, լավ է, չէ՞ գործերը, հատկապես 22 թվի այս անկանխիկի օրենք ընդունելուց հետո նա շահույթները նորմալ, այնպես կարում եք, չէ՞, այնպես նորմալ է ժողովրդի հարստությունը, այնպես նորմալ էլի ձեր մեջ, քչով։ Ոնց է վիճակը։ Պարոն Ղազարյան, ես ձեզ ցույց եմ տալիս մեր վարկային եւ ավանդները։ Ուրեմն լսեք, ավանդները, խնայողությունները 200 միլիարդով է տարբերվում։ 7 տրիլիոն 500 միլիարդի չափով ավանդն է։ Լսում եք, տրամադրված վարկերը 7,586 է։ Դրանից 7,335 էլ բանն է, ավանդներն է։ 200 միլիարդով է տարբերվում։ Ձեռ են առնում, բայց այդ խնայողությունները որտեղից 20 միլիարդ դոլար խնայողություն կա։ Իհարկե ֆիզիկական եւ իրավաբանական անձերի։ Խնայողություն ասածը դες բան չկա, էլի Պետրոժան, ընթացիկ հաշիվներն է։ Հիմա եթե քո այդ աշխատավարձը, որ փոխանցումով են, չէ՞ տալի տարեկան 44 միլիոն 900,000-ը։ Հիմա եթե ասենք հաշվիդ վրա նստած է, չէ՞, հələ չես տխում, մի անգամից չես կարա լույս սա փողոց ծախսես։ Այդ ինքը հաշվում է որպես դες չնայած քո դեպքում հա էլի հարստություն է, բայց դա մնացածի վիճակը լավ չի Պետրոս։ Մենակ քո վիճակն է լավ, մեկ էլ մեր ժամանակների խոշոր մտածողի։ Շնորհակալություն։